Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Գունացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնենք օրվա լրահոսը։ Այսպիսով, ինչպես գիտեք, մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը մեր երկիր, Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները ունեն ռազմավարական նշանակություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին։ Իդեպ վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան, մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում եւ միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է եւ դրա կարևոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք է, երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համար եւս։ Իդեպ մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկու ստեյք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւս։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետեւողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միանշանակ է, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Իդեպ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի էր ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Իրանի իր գործընկերոջ առանձնազրույցը։ Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված էր նաև Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Արաղչիի բանակցության ուժը գրքի շնորհանդեսը։ Անդրադարձ կատարենք նաև լրագրողների հետ զրույցին, նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիների ընթացքում։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա շատ կարևոր արդյունք է։ Խոսվեց նաև էսկալացիայի վտանգի մասին, էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշում է, որ Իրանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին եւ ինչպես ասում է նախարարը, մեջբերեմ իր խոսքը, մենք հուսով ենք, որ շուտով երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։ Կարծում ենք, որ Կովկասի խաղաղության եւ կայունության համար համաձայնությունը շատ կարեւոր է եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար շատ կարեւոր է հենց այդ հարցը եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն եւ այդ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Մեջբերման ավարտ։ Եվ շարունակելով թեման, անդրադառնալով Հարավային Կովկասում նոր էսկալացիայի հնարավորությանը, Իրանի արտաքին գործերի նախարարը նշում է, որ էսկալացիայի վտանգը տարածաշրջանում ցավոք գոյություն ունի եւ վստահ ենք, որ այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասցվեն եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի համար շահավետ է։ Խոսելով Կովկասում տևական խաղաղության մասին Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Արաղչին նաև նշում է, որ իրենք ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը։ Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածաշրջանային տարածքների ամբողջականությանը աջակցում ենք եւ դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը եւ ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությունների դեմ ենք եւ սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Պաշտոնական Երևանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը արդեն համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները, սակայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությանը կարծես թե Բաքվից չեն արձագանքում։ Այս մասին հայտնում է պարոն Արարատ Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը հետևել է իրադարձություններին անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչ պետք է անենք հարցնենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին այո, չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ եւս ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում եւ դնել մեր ստորագրությունը։ Շարունակենք թողարկումը, անցնենք շնորհավորանքներին, բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անկախության օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է, մեջբերում եմ. Հունաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ եղբայրական հույն ժողովրդին մաղթելով ձեր երկրին խաղաղություն եւ բարգավաճում։ Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի որպես ժողովրդավարության բնօրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Եվրոմիություն գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների։ Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով ընդունեք խնդրեմ ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը։ Մեջբերման ավարտ։ Իդեպ երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայում են հայ եւ հույն ժողովուրդների անսասան բարեկամության մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս միացել է շնորհավորանքներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայում են հայ եւ հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ եւ արդյունավետ համագործակցության, ինչը արժևորում եւ բարձր ենք գնահատում։ Մեջբերման ավարտ։ Այդ թեմաների մասին խոսենք։ Բարեկամներ, որքան գնում ենք առաջ, այդքան ավելի ակնառու նկատում ենք երկրորդ եւ երրորդ նախագահների հեռահար առճակատումը, հերթական հեռահար բառամարտը տեղի ունեցավ այսօր ազգային ժողովում, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կողմից։ Երկար տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու, կնոպկայով խոսող եւ արարող գործիչների մանր հարձակումները, նշել է Մամիջանյանը։ Իսկ հարցին թե արդյոք ավարտվեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ճակատավոր մենամարտը, թե ժամանակավոր հրադադար է սա, Մամիջանյանը նշեց. Ես այդպիսի ձևակերպում չէի տա։ Երկար տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու, կնոպկայով խոսացող եւ արարող գործիչների մանր հարձակումները, ինչ որ պահից սկսած, մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք։ Մեզ
մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան։ Փառք մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել։ Ուստի մենք չենք սա սկսել, մենք էլ չենք կարող ասել, թե երբ կավարտվի։ Եվ չհեռանալով ազգային ժողովից, ինչ է շահում Հայաստանի Հանրապետությունը բարձր վարկանշի շնորհիվ միջազգային հանրության աչքերում։ Հարցին ազգային ժողովում լրագրողների ճեպազորույցի ժամանակ անդրադարձավ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով հակիրճ. անվտանգություն է շահում։ Տեսեք, անվտանգություն է շահում, այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում, կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք, մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել, ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում, դրանից էլ եք բողոքում։ Ի՞նչն է դրանից բողոքելու պատճառն ու առիթը ուզում հասկանալ։ Եվ կրկին զրույցի մասին խնդիրների շուրջ խոսել ենք եւ շարունակում ենք խոսել։ Ազգային ժողովում հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսվեց եւ նշեց Ալեն Սիմոնյանը, որ կային որոշ հարցադրումներ, որոնք արվել են եւ իդեպ շարունակում են արվել։ Մի հատված լրագրողների հետ հանդիպումից։ Այն գնահատականները, որ կողքից հնչում են, ահա, հեսա իրանք փոխեցին, այս արեցին, վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խափում են, գցում են, դա արձանագրում է եւ բարձր ասում է, երբ որ մի բանի հետ համաձայն չի, դրա մասին ասում է, երբ որ ինչ որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Եվ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստան։ Լարվածությունը հոճեն անընդհատ ոչ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի լարվեց, իջավ, կոնկրետ դա մարտավարություն չի, դա ըստ իրավիճակի այն բաները, որը որ տեղի ունեցել 2020 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Այդ թեմաների մասին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը ներկա եղել Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի խորհրդի 2 տարին մեկ անցկացվող ընտրությանը։ Ուրախ է ներկա լինել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի 2 տարին մեկ անցկացվող ընտրությանը եւ պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ շարունակելու հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումը ի նպաստ մեր երկու երկրների, նշել է դեսպան Քվինը։ Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտել են Լճաշենում կատարված բնակարանային գողությունը։ Ավելի մանրամասը ներկայացնում է ոստիկանության հրապարակած տեսանյութը։ Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին։ Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը ժամը 8:30-ից մինչև 13:30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի եվրոպատուհանը եւ ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117,000 դրամ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ։ Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առնջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում։ Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Եվ քանզի խոսեցինք կարգազանցության մասին, բարեկամներ, ծառահատումները բուսաբանական այգում կարծես շարունակվում են,
ով է պատասխանատու եւ ով է պատասխան կրելու։ Իդեպ սա արդեն որերորդ դեպքն է, որ մենք անդրադարձ ենք կատարում այս թեմային եւ ապօրինի ծառահատումներ են տեղի ունենում այն վայրում, որտեղ ըստ առողջ տրամաբանության պետք է ծառերը պահպանվեն ու պաշտպանվեն։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում բուսաբանական ինստիտուտի ՊՕԱԿ-ի տարածքում կատարված ծառերի վերաբերյալ հատման ահազանգի հետքերով հարուցվել է հերթական վարչական վարույթը։ Վարույթի շրջանակներում բուսաբանության ինստիտուտի տարածքում զննության արդյունքում այգու հարավ-արևելյան հատվածում արձանագրվել է կաղնի ամառային տեսակի 35-74 սանտիմետր տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմում է շուրջ 16 միլիոն 570 հազար դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտե։ Այս պահին հերթը միջազգային լրահոսին է, որը կներկայացնենք տեսաշարով։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտվել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է մոտ 2 ժամ։ Երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ էին անցկացրել նաեւ մարտի 23-ին, իսկ մարտի 24-ին կայացել էր ռուս-ամերիկյան հանդիպումը, որը տևել էր 12 ժամ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատմել էր նախորդին Ռիադում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Նրա խոսքով կողմերին հաջողվել է շատ խնդիրներ քննարկել, սակայն կոնկրետ թեմաներ չի նշել։ Սենատորը նշել է, որ տեղի է ունեցել բարդ, բայց օգտակար երկխոսություն։ Կարասինը պարզաբանել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի եւ առանձին երկրների մասնակցությամբ։ Նա համոզված է, որ ամերիկյան կողմը նույնպես շահագրգռված է երկխոսության շարունակմամբ։ Մինսկի անկախության պալատում տեղի է ունեցել Բելարուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երթմնակալության արարողությունը, որից հետո նա կրկին ստանձնել է նախագահի պաշտոնը։ Արարողությանը հրավիրված էր ավելի քան 1100 մարդ։ Արարողության սկզբում հանդիսավոր երթի հնչյունների ներքո երթմնակալության վայր է բերվել Բելարուսի Հանրապետության սահմանադրությունը։ Արարողությունը բացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, հայտարարելով, որ Բելարուսի ժողովրդի կամքով ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այսպիսով 70-ամյա Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ է ստանձնում Բելարուսի նախագահի պաշտոնը։ Հունվարի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 86.82%-ը։ Նա Բելարուսը ղեկավարում է 1994 թվականից։ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակից ցուցարարների խումբը փորձել է արգելափակել Ստամբուլի առանցքային Գալաթայի կամուրջը։ Մեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարել է։ Ի աջակցություն կալանավորված քաղաքապետի բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 19-ից։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ոստիկանությունը ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալել է ավելի քան 1100 մասնակցի։ Վիրավորվել է 123 ոստիկան։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը անդրադարձել է Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, նշել, որ դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների առանցքային տարրն է, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտոչկովան Չեխիայից եւ զեկուցող Կարինա Օդերբինկը Շվեդիայից մտահոգություն են հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորմամբ եւ Թուրքիայում դրան հաջորդող բողոքի ակցիաները ճնշելու կապակցությամբ։ Ըստ հայտարարության ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևում է իրավիճակին եւ կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները։ Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը գալիք ընտրություններում։ Եմենում հութիների Անսար Ալլահ խմբավորումը 2 բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին։ Հայտարարության մեջ Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, հավելելով, որ հութի խմբավորումը նաև կշարունակի խոչընդոտել իսրայելական նավերի նավարկությանը, քանի դեռ չի դադարեցվել Գազայի հատվածի պաշարումը եւ անկլավի նկատմամբ ագրեսիան։ Հութիների ռազմական խոսնակը նշել է, որ Կարմիր ծովում
Իրանում 24 ժամվա ընթացքում Անսար Ալլահն արդեն երկրորդ անգամ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է ամերիկյան Հարի Թրուման ավիակիրը եւ մի քանի ռազմածովային նավեր։ Նա հայտնել է, որ Հարի Թրուման ավիակրի եւ ամերիկյան ռազմանավերի հետ բախումը տևել է մի քանի ժամ եւ խափանել է Եմենի դեմ նախապատրաստվող օդային հարձակումը։ Իսրայելական բանակը իր հերթին հայտարարել է, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում եւ նրա արվարձաններում, ինչպես նաեւ կենտրոնական Իսրայելի քաղաքներում։ Ըստ հաղորդագրության իսրայելական ուժերը կարողացել են չեզոքացնել Եմենից արձակված հրթիռը, նախքան այն կներթափանցեր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի եւ մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի 2 զինծառայող։ Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռնարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ։ Ավելի վաղ մարտի 21-ին իսրայելական ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին։ Արդեն ամիսներ շարունակ Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցնում Սիրիային, ոչնչացնելով սիրիական ռազմական օբյեկտներ, մեքենաներ ու զենքեր։ Միևնույն ժամանակ հարձակումների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների վերսկսման 8-րդ օրը 26 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը գերազանցել է մի քանի տասնյակը։ Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծել Գազայի կենտրոնական եւ հարավային հատվածներում գտնվող բնակելի տները եւ վրանները, ինչպես նաեւ արևմտյան ափին գտնվող Ռամալլահ եւ Ալ-Բիրա նահանգներում գտնվող քաղաքները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարձակում է գործել ավելի քան 100 մեքենաների վրա, որոնք Համասի կողմից օգտագործվում էին ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ Իսրայելական բանակը նաև հաստատել է, որ մարտի 24-ին հարված է հասցրել Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի ուղղությամբ։ Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, խստորեն դատապարտելով հարձակումը եւ նշելով, որ արկից վնասվել է գրասենյակը, սակայն տուժածներ չկան։ Համասը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով օգտագործել Իսրայելի վրա ճնշման բոլոր միջոցները, դադարեցնելու սպանությունները, պաշարումը եւ սովամահությունը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում մարտի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժ գնացում, իսկ օդի ջերմաստիճանը մարտի 26-ից 30-ը, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար բարձրանալու է 11-ից 15 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։